Պարոն Վարդանով, Հայաստանի իշխանությունները օրենքի նախագիծ են հեղինակել, կառավարությունը արդեն իսկ հավանություն է տվել եւ ուղարկել է ազգային ժողով, որով առաջարկվում է 1 ամիս ծառայելու համար 24 միլիոն դրամ վճարել պետությանը կամ 4 ամսվա դեպքում 18 միլիոն դրամ վճարել եւ այդպիսով համարել, որ պարտադիր զինվորական ծառայություն է անցել տվյալ վճարող քաղաքացին 1 կամ 4 ամիս ծառայելով։ Դուք այս նախագծի հետ կապված խնդրահարույց որևէ բան տեսնում եք, թե սա հոյակապ նախագիծ է։ Հոյակապ նախագիծ երբեք չի լինում Հայաստանում, որովհետև ինչ ձևի գեղեցիկ նկարածելն են կամ ասենք տգեղ, իր կատարումն է կարևոր։ Հայաստանը այն երկրներից է, որտեղ որ օրենքը կարդացվում անց ոնց հարմար է պետ չինովնիկին։ Կապ չունի ինքը որ ատյանում է գտնվում։ Ինչ վերաբերում է այդ օրենքի նախագծին, այդ օրենքի նախագիծը նախատեսում էր 1 ամիս, կես տարի եւ 1 տարի, ինչքան հիշում եմ։ 1 ամիս էս կատեգորիկ համարում էի մեծ սխալ, կես տարին եւ 1 տարին ունենց ինչ որտեղ ուտվող, բայց առաջարկում է ուրեմն մեկը հանել 1 ամիսը եւ ավելացնել, որ 25 օրյա հավաքներին պարտադիր, ասենք, մասնակցությունը այդ կես տարի եւ 1 տարի ծառայացների, որ իրանք իրանց պակաս ծառայությունը լրացնեին, ասենք, 2 տարի, 1 տարի կամ 1 տարի հաճախականությամբ, էլ ասենք, իրենց հասուն տարիքի ընթացքում։ Հակառակ դեպքում ինքը շատ նման է, ոչ թե նման է, ինքը սոցիալական վառ անարդարության մասին է խոսում, շատ վառ, եւ շատ աննման, ասենք, սամուրայների Օկինավայի տիրելուն, երբ որ ճապոնական սամուրայների, ասենք, շերտավորած պետությունը, որի գլխավոր շերտը սամուրայներն իշխում էին Օկինավայում, իրանք զենքը եւ զենքին տիրապետելը արգելել էին տեղի բնակչությանը։ Ինչ եղել է նաեւ, ասենք, վերջի 1400 տարվա մեջ այն տարածքներում, որտեղ որ մուսուլմանական նվաճողը, ասենք, ստրկացրել է կամ գրավել է եւ այդ տարածքում տիրել է, որտեղ որ քրիստոնյաներ են ապրել կամ ուրիշ կրոնի ներկայացուցիչներ։ Դու ձեզ զենք պետք չի, դες ռազմական քաղաքակրթություն, ռազմական ունակություններ պետք չեն, մենք ձեզ կպաշտպանենք, դուք այդ ջեզրի, ինչ է, այդ նալոգը մուծեք, ամեն ինչ նորմալ է։ Այլ շատ է դրան նմանվում։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր որ ուրախացած հիմա մտածում են, որ իրանք դրանից կօգտվեն, չեն գիտակցում, որ իրանք իրենց զավակներին պահելու են ավելի շատ թնդանոթի միս վիճակում, որտեղ ենթադրվում է, որ իրանք կարգին տղեկ են, չէ, պոլիշոր չեն, եւ պահը որ գա, պետք է հելնեն, պահպանեն սահմանը, պաշտպանեն իրանց ընտանիքը, իրանց կին զավակը, չէ, ենթադրվում է, որ իրանք կարգին տղեկ են, ու 1 ամսվա ձեռք բերած գիտելիքները կամ առավել եւս 1 ամսվա, էլի 4 ամիսն էլ բավարար չի։ Դա ինչի մասին է խոսում, որ այդ մարդկանց, որ, ասենք, ծնողները բնական այդ տարիքում կֆինանսավորեն, ծնողները իրանց չեն սիրում, ծնողները սպառողի հոգեբանությունով են մոտենում իրանց զավակների նկատմամբ։ Ջանդան, որ ինքը, ասենք, հետո թնդանոթի միսա դառնալու եւ, ասենք, հեշտությամբ խոցվի հակառակորդի կողմից, գիտելիքների ռազմական ունակությունների պակասի պատճառով, ջանդամ, կարևորը, որ ինքը, ասենք, գա պախատանի, կերակրի ինձ տարիքով մարդուս, բա ես ջայլ վաղտ գիտես, քանի տեղ եմ աշխատել, թող գա ինքը ինձ կերակրի, այդ է, կարճ ասած, ինքը հասարակությունը, եթե ճիշտ գնահատի նման օրենքը չի օգտվի այն հնարավորություններից, որը որ, ասենք, տալիս այս օրենքը, որովհետև 1 ամիսն էր սխալ, 6-ը այնպես կասկածելի էր, 1-ը ոչինչ, իսկ հիմա կառավարությունը հաստատել է վերջնական, այսպես ասած, նախագիծ 1 եւ 4 ամիսները, երկուսն էլ բավականին անընդունելի ժամկետներ են։ Այդ ընթացքում մաքսիմում, ասենք, մարդը սովորելու է շարային քայլել, պարոն գնդապետ, ճիշտ այդպես, sense բաներ խոսել։ Հա, մեկ էլ կարող է իմանա, ասենք, Հայաստանի հիմնը սովորի։ Ինքը կենսունակ չի լինելու,
Չի Դուք որ կարելի ասում եք նմանով թնդանոթի միս են դառնալու, հայ տղաները։ մնալու են ցանկացած գիտելիք չունեցող եւ ունակություններ չունեցող մարդը, եթե ինքը պոլիշոր չի, ինքը մարտի դաշտ պիտի դուրս գա։ Եթե ինքը դուրս է գալ եւ չունի գիտելիքներ, ինքը թնդանոթի միս է։ Իսկ եթե ինքը ռազմական գիտելիքներ ունի, ունակություններ ունի, մարզված է, պարապած է, պարբերաբար իր ֆիզիկականի վրա աշխատում է, իր գիտելիքները, եթե ալարում է զարգացնի գոնե պահում է ինչ-որ մակարդակի վրա, ինքը դադարում է լինել թնդանոթի միս եւ պատերազմի մեջ շատ մեծ շանսեր ունի չպարտվելու։ Ըստ ձեզ ինչու է Հայաստանի իշխանությունը նման օրենքի նախագիծ բերել օրակարգ։ Ինձ թվում է ավելի շուտ դա կախված է, ասենք, բանի հետ, գումարային ինչ-որտեղ խնդիրների, հակառակ դեպքում իր այսօրով պիտանիությունը ես այնքան էլ չեմ հասկանում։ Կան երկրներ, որ բան ունեն, օրենք ունեն, նույնիսկ ամբողջությամբ են ազատում, բայց դա հսկայական մեծ մարդկային ռեսուրսներ ունեցող բանա երկրներն են եւ բանը ծառայության ընդունում են, ասենք ընտրելով ասենք 5-ից 10-ին կամ 50-ից 1-ին, Չինաստանը, Թուրքիան, այնպես չի ընդ հեշտ անցնել ծառայության զինվորական, էլի։ Դելը պետք է ջանքեր թափես, որ անցնես զինվորական ծառայություն։ Եթե ուզում ես դուրս գաս թնդանոթի մեջ, ուրիշի, ասենք, ուտելիքը վիճակից։ Դες մարդիկ կան, Չինաստանում 1 միլիոնից մի քիչ, Թուրքիայում 370,000, այտենց։ Դուք որ ասում եք, ես կվերադառնանք էլ այս պետությունը ինչու է նման բանի գնում, հա, քայլ, բայց դուք որ ասում եք, բանը իրենք ուժեղ տղեկ են, պատերազմի դեպքում կգնան պատերազմ եւ ես լավն եմ իրանց մասին մտածում։ Բայց հենց դրա հետ կապված եմ ուզում հարց տալ, ինչ եք կարծում 24 միլիոն տալով եւ 1 ամիս ծառայելով մարդու հոգեբանության մեջ կլինի գնալ եւ հայրենիքը պաշտպանել։ Իրանք հենց տալիս են, որ չգնան, գործ չունենան, ձեռքերը լվան, քաշվեն մի կողմ։ Հարգելի Նարեկ, ես վայթե ասել եմ, ասենք մեր ինտերվյուներից մեկում, որ մեր գումարտակը, որը ոման հավաքագրել էր պաշտպանության նախարարության, ասենք, համար եւ 99,223 զորամասներ, 1/3-ը գումարտակի բանակ չէր ծառայել, վատ առողջ լինելու պատճառով կամ ասենք ուսումը մինչև 27 տարեկան սովորելու պատճառով։ Պաստորեն պարտադիր չի, որ ասենք մարդը իր ընտանիքի պաշտպան, ոնց որ ասած, ворց առյուծը լինի, պարտադիր պայման չի, որ ինքը զինվորական ծառայություն անցած լինի։ Մեր մոտ հսկայական մեծ քանակ բանակից ազատված առողջության հետ կապված մարդիկ կային, բայց եկել էին կռվի դաշտ։ Ու ասեն, բանը, մեր պարգևատրվածների երևի կեսը բանակ չէին ծառայել։ Իսկ պարգևատրվել են 60-ին մոտ մարդիկ։ Գումարտակը, քանի որ իր խնդիրները լուծել է, կանգնացել է հակառակորդին, ինժեներական չկա հավորած տարածքում, դա բավականին լուրջ ձեռքբերում էր բանակում չծառայած ժամկետային ծառայություն չտեսած տղաների համար։ Եվ վերադառնալով էլի պետության հայց որոշմանը, արդյոք սա նախ չի խարխլում մեր բանակի հիմքերը, թե ոչ նման նախագծի ներդրում։ Եթե այդ 1-4 ամիսը լինի եւ չլինի 25-օրյա իրենց պարտադիր մասնակցությունը, պարբերականությունը բավականին հաճախ, ասենք 1.5 կամ 2 տարի մեկ կամ 1 տարի մեկ, այդ դեպքում սա վառ սոցիալական անարդարության խորհրդանիշ է լինելու, շատ վառ, մի ուրիշ ձևի, եւ այդ բանվորա գյուղական, ասենք, բանակ հասկացողությունը, որ սենց կեղծ նարատիվ մտցվում էր Հայաստանի Հանրապետության մեջ, այն դեպքում, որ պաշտպանության նախարարության, ասենք, երբեմնի նախարարի երկու զավակը ծառայում էին Արցախում, այն մյուս բանը պաշտպանության նախարարի էլի երբեմնի զավակը ծառայում էր Արցախում, գենշտաբի պետի, ասենք, զավակները զինվորական էին, վարչապետի որդին ծառայում էր բանը Արցախում, պրեզիդենտի երկու զավակը ծառայում էին ազգային անվտանգության սպեցնազում, այդ ամեն ինչը հենց դրա համար է, որ մեղմի սոցիալական անարդարությունը։
որտեղ սոցիալական անարդարությունը շատ վատ հետևանքներ կարա բերի, կարանք հիշենք, ասենք 1780 թվականների վերջը, որը բերեց գիլյոտինայի ստեղծմանը եւ ասենք Լյուդովիկոս 16-ի գլխատմանը։ Սոցիալական անարդարությունը այդպես մեկ-մեկ պորտկումներ է ունենում։ Օրինակ շատ վառ արտահայտված սոցիալական անարդարությունը մուսուլման ժողովրդի մեջ, որտեղ Ղուրանը մի ուրիշ ձևի սրսկում է սոցիալական արդարության մասին խոսքը ումմայում, հավատացյալների մեջ, որ պիտի անպայման սոցիալական արդարություն լինի, դրա պատճառով են իրանք շատ վայրենի վերաբերվում, ասենք, այն մարդկանց նկատմամբ վայրենի վերաբերմունք են ցուցաբերում, ով որ թիրախավորվում է ինչ-ինչ ուժերի կողմից կամ ասենք իշխանությունների կողմից որպես խորհրդանշան սոցիալական անարդարության։ Եվրոպայում նման բաներ եղել է 1000 տարի առաջ եւ մի փոքր ասենք պորտկում եղավ 1900 ասենք թվականներին, երբ որ նացիստական Գերմանիան թիրախ նշանակեց, ասելով գերմանացիներ, որ դուք վատ եք ապրում այդ մեծ դեպրեսիայի ժամանակ, որովհետև հрьяաները սենց եւ հрьяաների կոտորածը ասենք ինքներդ գիտեք։ Հետո մի բան էլ ասեմ, չէր լինի ոչ տարբեր, ասենք նույն Գրիբայեդովի եւ կազակական պահակախմբի եւ որոշ հայերի ցեղասպանությունը Սպահանում, եթե թիրախ չնշանակվեին վատ ապրելու մեջ, ասենք ռուսները եւ քրիստոնյաները, չէր լինի ցեղասպանությունը 15 թվականին, եթե բանը քրիստոնյաներին չնշանակեին պատերազմի գլխավոր մեղավորներ եւ դավաճաններ փաստորեն վատ ապրելու բան, կոոպերատիվ շարժման արդյունքում ուրեմն մանր բիզնեսմեններ առաջացան եւ Բաքվի հանրապետությունում սոցիալական, ոնց որ ասած, բանվորական շերտի անկում սոցիալական տեղի ունեցավ, սովետը սկսեց փլուզվել եւ թիրախավորվեց հայը, որովհետեւ ինքը համ կոշկակար էր, համ շնորհոք էր ծախում, համ եսիմինչ, կարճ ասած, ինքը հարստանում, այս դուք թուրքեր ջան բան եք ամ, իշխանությունները պիտի դա հասկանան, հակառակ դեպքում կարա լինի նմանատիպ գործողություն, որը իրենց համար անձնական լուրջ վտանգ է պարունակում եւ հաշվի առնելով մեր հակառակորդի երկու կողմից, ասենք, պետություն ձևավորած արդեն մեկը մի քանի 100 տարի, մեկը մի քանի տասնյակ տարի եւ ատամները սրած, ասենք, այդ հայակեր պետությունները ոնց են նայում մեզ, այդ կատակլիզմի կարա վերածվի եւ իրենք օգտվեն Հայաստանում ստեղծված իրավիճակից, որպեսզի ոչնչացնեն վերջնականապես հայկական էթնոսը։ Պարոն Վարդանով, այս երևույթը կար, բայց մեր իրականության մեջ հիմա, այսինքն չի ստացվում, որ զուտ դրան օրենքի ձևակերպում են տալիս, որովհետև էլի հարուստները փողերը տալիս ազատվում են։ Լրիվ համաձայն եմ այդ երեսփոխանի հետ, որ ասում էր, որ բժիշկով, մժիշկով, զինկոմիսարիատով արվում էր, դա ճիշտն ասած մի քիչ մահանա է, որովհետև ասենք, եթե դու չես կարող կոռուպցիայի դեմ առնես, եղես, ասենք, ընդհանրապես ղեկավարության ղեկը վերցրեք քո ձեռը, այն է կոնկրետ կոռուպցիա, շատ կոնկրետ կոռուպցիա, չէ, ասենք, բժշկական կոմիսիա, զինկոմիսարիատ, շատ կոնկրետ էլի, դա ինձ թվում ավելի շուտ մահանա է, ավելի շուտ փողի հարց լուծելու ձևերից մեկն է, մենք դե գիտենք, չէ, որ մենք պետական պարտքեր ենք ձևավորում, ավելացնում ենք եւ բավականին բարձր տոկոսով հիմա բաներ ունենք, պարտատոմսեր ունենք տեղավորած։ Փողի կարիք կա պետության, ասենք, մի ուրիշ ձևի, ճիշտ է, արդյունավետությունը փողերի ծախսելու ես չեմ գնահատում շատ բարձր, որովհետեւ կարծում եմ, որ բոլոր ավելցուկ փողերը, որը որ հավաքվում է հարկերի ավելացնելով, տան վարձերի, չգիտեմ, աղբանության, բան չպետք է դա մյուս ոլորտներին, այլ միայն ու միայն պաշտպանական ոլորտի ամրացմանը, բայց դե մեր ղեկավարությունը լինելով պոպուլիստ, ինքը մի քիչ ավելի շատ ձայների հետևից անգնում, ոչ թե ձայնը տվող ժողովրդի կյանքի, ոնց որ ասած, պահպանելու հետևից։ Պարոն Վարդանով, այս օրենքի նախագիծը մի շրջանում է, հա, ի հայտ գալիս, երբ որ մենք թշնամական պետությունից լսում ենք ապառազմականացման, Հայաստանի ապառազմականացման մասին, զենքեր ձեռք չբերելու, բանակ չունենալու կամ անձնակազմը կրճատելու,
Սա արդյոք դրան ուղղված է, թե ոչ, կարող ենք նման մտավախություն ունենալ, թե ոչ։ Ճիշտն ասած, ասենք, էդ էլ կարելի է ենթադրել, բայց ես այնքան էլ հակված չեմ մտածելու, որ սա ավելի շատ թելադրված սխեմա է թուրքերի կողմից։ Ճիշտ է, հիմա մենք պատրաստվում ենք զինադադար չէ, այլ պայմանագիր կնքենք, որը բավականին կապիտուլյացիվ է, որտեղ թուրքը ինչ պայմաններ առաջակաշում, մենք այդ պայմանները մի քիչ դիմադրելով, ամիսներ ձգելով ստորագրում ենք կամ համաձայնություն ենք տալի, ասենք այդ պայմանները բավարարել։ Բայց ամենայն դեպս այդ աստիճան sense մանր բաներ չեմ կարծում, որ թելադրանքներ կա։ Մենք մի քիչ վախեցած ենք թուրքերից 20 թվականի արդյունքում։ Կարծում եմ այո, ես նույնիսկ ասենք բնութագրում եմ դա ցռան վերգո վիճակը, մենք բոլորս հիմա ցռան վերգո ենք, ոչ մեկը Սասունցի Դավիթ չենք, ինչքան էլ ասենք մենք փորձում ենք տարբեր բաներ խոսալ, տարբեր բաներ անել, հա, մարդիկ կան, ովքեր որ վիզ են դնում, Սասունցի Դավիթ կամ ասենք փոքր մեր, չէ, ասենք մեծ մեր դառնան, բայց ներկա պահին մենք ցռան վերգո ենք, որովհետև թուրքը ինչ պահանջում է ինքը ստանում է, գոնե խոստում է ստանում, որ կտանք։ Բաց այդ ասենք Թուրքիա, նա այդ մի հատ հասարակ Դες այն դրա շրջանակներում չէ, բառացի չէին թղթի վրա գրել, Ալիևը մեզ ասել է զորքը կրճատեք, դրա համար մենք բան ենք անում։ Չէ, կարա, ասենք այդ պրեսի տակ լինի նաև դա, բայց ես այնքան էլ հակված չեմ, ավելի շուտ կարծում եմ փողի խնդիրը։ Չնայած հետաքննողները թող հետաքննեն եւ կարող պարզեն, որ իրոք նույնիսկ ասենք նման պահանջ ա եղել, բայց կարծում եմ, որ ոչ։ Չնայած ունես չի, որ ես փայլուն լոգիկա ունեմ, ասենք եւ իմ տրամաբանությունը անթերի է լինում, միգուցե ես սխալվում եմ։ Դե փողի համար արդեն իրենք այլ միջոցներ բան են արել, հա, մարդկանց կրկնակի հարկում են։ Դա եմ ասում, հա, որտեղ իրանք բանա հարկեր են բարձրացրել, երևի այսօր Երևանի բյուջեն մի քանի տարի առաջվա Հայաստանի բյուջեի չափ է դարել, բայց ասենք մենք եսիմինչ ձևի առաջընթաց չենք տենում պաշտպանական համակարգի ամրացման, չենք տեսնում։ Այսինքն հավանականություն կա, որ սա Ադրբեջանի Ալիևի ցուցումով է նաև այս նախագիծը։ Ես արդեն ասեցի մի քիչ առաջ դրա պատասխանը։ Կաներ, բայց այս գործող իշխանությունը ըստ հաշվի առնելով իրենց Ես արդեն ասեցի, ես ինչի ես ասենք ուզում անպայման ինչ որ կոնկրետ բառ ասեմ։ Ես արդեն ասեցի, ես դրան այնքան էլ հակված չեմ, բայց չեմ բացառում։ Իսկ հաշվի առնելով, որ արդեն որոշ հարցերում զիջումների գնացել է։ Էլի եմ ասում, ես չեմ կարծում, բայց ամբողջությամբ որ չեք կարծում։ Որովհետև ասենք իրանց ավելի շատ փողն է հետաքրքրում։ Փողը, որ իրանք կարողան ձայներ բան անեն, որպեսզի իրանք ասֆալտ փռեն, որպեսզի ջրագծեր փոխեն, որպեսզի ասենք, չգիտեմ, ինչ գործողություններ անեն, փառատոններ եսիմ ինչ անցկացնեն, որ ժողովուրդը իրանց ձայն տա։ Բոլոր ասենք իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում 90 երևի 5 թվից էսկում եղել է պոպուլիստ։ Բոլորի համար ձայնը կարևոր է եղել, դրա համար ձայնը կամ առել են, կամ ուրիշ ձևի են խաբել։ Հիմա ասենք բացահայտ բան այդում պոպուլիստական իշխանություն այդում, եթե առաջներում պոպուլիզմը թաքցվում էր տարբեր հայրենասիրական լոզունգների տակ, հիմա դա տեղի չի ունենում։ Հիմա բացահայտ պոպուլիստական է։ Եվ այդ գումարները, որ ավել հավաքում են, գնում, արդեն ասեցի, նարեկ, ինչի համար ես պետք է ասենք կրկնեմ, ցավդ տանեմ, ասել եմ, որ իրանք դա ուղում են դրա համար իմ կարծիքով։ Այլ թեմաների անդրադառնանք, նախորդ շաբաթվա ընթացքում պետքարտուղար Ռուբիոն էր ուշագրավ հայտարարություններով հանդես եկել, նշել էր, որ մենք փորձում ենք կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը, այսինքն կա դեռ, հա, Իհարկե, բա թուրքը մշտապես գալիս ասում է կացինը բերեմ, ծառը կդրեմ, ճուտեքից ուտեմ։ Այդ պահանջները այդ ճուտեքից ուտեմն է։ Այսօր եկուց բանա հիմա մի քանի ճուտ ունի, ասենք, Բաքվում դատումը։ Հեսա այսօր եկուց կարող է ինչ որ նոր ճտերի անուններ տա։ Կարող է ասենք պահանջի, որ իր կուկուշկեքը, ասենք մի, չգիտեմ, քանի հազար հոգի երիտասարդ Երևանաբնակ թուրքեր են, ասենք, ուզում վերաբնակեցվեն Երևանում կամ ասենք Արարատյան դաշտավայրում։ Մենք այդ ամեն ինչի դեմ հակաքայլեր պիտի անենք միանշանակ։ Պետության, ասենք, մեխանիզմները կարան դրա դեմ անեն, կարան, ասենք, օրինակ մենք կարանք օրենք ընդունենք, վենժը,
բան այդ ժամանակավոր կամ մշտապես կացության թույլտվություն տալիս ես, այո, հարց չկա, բայց պարտադիր, ասենք, քաղաքացիական ծառայություն 1 ամիս տարվա մեջ, պարտադիր։ Եվ ստեղծել շինջոկատներ, որոնք որ առաջնագիծը բանա բահերով կկահավորեն։ Դες թուրքերին, որոնք որ կգան, հենց առաջնագիծը, ասենք, փորել տաս իրանց։ Հոյակապ տարբերակ ասենք, որպեսզի ստեղ թուրքերը չգան։ Հասկանում եք, դուք կարաք ինչ-որ քայլեր անեք, եթե դա պետությունը չի անում, հասարակությունը ուրիշ ձևեր կարա անի, ասենք, որ նման վտանգավոր օրենքներ չաշխատեն, ասենք իրենց զավակներին 1 ամսով կամ 4 ամսով չծառայացնեն։ Որտեղ ես ասում եի, կես տարի հələ ոչինչ, 1 տարի նորմալ է, 4 ամիս դարձնել, ասենք, 1 տարին, եւ մի ամիսը պահպանել, դա արդեն մի քիչ բան է, էլի, Մենք առանձին նախագծով էլ փորձում են պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնել։ Եկեք sense մի բան հասկանանք, 2 տարի ծառայությունը, եթե դիրքերը պահելու է սահմանապահ զորքերը, երևի ասենք կարա չլինի, երևի չէ կարա չլինի։ Սահմանապահ զորքերը, եթե այսօրով պահպանում են խոսքի օրինակ սահմանի 1/3-ը, հետո եռապատկվելու է եղած հատվածները, ասենք, սահմանապահ զորքերը շատացնելու մասին է պետք մտածել, այլ ոչ թե, ասենք, բանակի ժամկետային զինծառայողներին երկար պահելու, բայց բոլորը պիտի անցնեն ժամկետային ծառայություն, այդ թվում կանայք, էլի вообще-то։ Այսօր զենքը այնքան է թեթևացել, որ մատը շարժումով կարաս խոցես։ Հակառակորդին քեզ չխոցելու համար էլ ընդհանրապես նախորոք պիտի ինժեներական ծառայությունը, ինժեներական վարչությունը, ասենք, գախ բանը համապատասխան դիրքեր փորի ու վերևից 1-1.5-2 մետր հողով ծածկած դիրքեր ապահովի։ Եվ այդտեղ աղջիկը կամ ասենք տղան ոչ մի տարբերություն չկա, էլի, առյուծի էգը կամ որսը որն է, երկուսն էլ կոկորդիլոսին հանդիպելուց իր բերնի փայը չեն դառնում, երկուսն էլ, ասենք, եզին հանդիպելուց կարան ուտեն։ Մենք առյուծներ դաստիարակելու մասին պիտի մտածենք ու դրա համար, ասենք, 1.5 տարին ես չեմ պնդում, որ ասենք 1 տարին ավելի ճիշտ է, բայց հաշվարկել է պետք, եթե 1 տարի ծառայությունը օքեյ է եւ հետո 25 օրյա հավաքներով մշտապես, բայց 25 օրյա հավաքներին պիտի մասնակցի քո ամբողջ բանը 2 տարվա մեջ քո ամբողջ բնակչությունը։ Հիմա եթե մեր ռեզերվը ենթադրենք 350,000 է, կամ կանանց հետ միասին կդառնա 500,000, այդ 500,000-ը 2 տարի մեկ պիտի, ասենք, այդ հավաքներով անցնի, մշտապես, եւ դու մշտապես, ասենք, պիտի ունենաս այդ 500,000-ի 24-ի բաժանի, ինչ է անում, 20,000-անոց ռեզերվ, որը այս պահին պարապում է, 20,000-անոց ռեզերվ, որը երեկ էր պարապում, արդեն գնացել է տուն, եւ 20,000, որ նախապատրաստվում է պարապի։ Դու փաստորեն 60,000-անոց բանակ ես գումարում այն զինված ուժերին, որը մասնագիտացված է լինելու, ասենք, եւ այդքան մեծ չի լինելու։ Նկատի ունեմ այդ 1 տարի ծառայություն անցնող ուսումնական կենտրոնները, արտիլերիայի զորամասեր, զրահատանկային զորամասեր եւ այլն։ Դուք կարծում եք, որ այս պետքարտուղարի հայտարարությունը զուտ ընդհանուր իրավիճակի մասին վերլուծություն է, թե Ամերիկան նոր հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանին։ Թուրքերը մշտապես, ասենք, տոնուսը բարձր են պահում, դա որ ասում եմ գալիս այդ բանը ասում են, չեն խփում, կացինը չունեն ձեռները իրանք, չեն խփում, բայց գալիս ասում են, եւ ցանկացած ասելուց հետո կարա գործողություն լինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասենք, բարձր պաշտոնյան, որը այդ հայտարարությունը արել է, ինքը երևի վերջից, ասենք, մի քիչ աշխուժացումն է նկատի ունեցել, որը որ լարված ապահել ինչ-որ հատված, ասենք, Գորիսի կողմերը, հնարավոր է, ասենք, ուրիշ կողմերը ինչ-որ ականապատում կամ ականապատ դաշտը հանելու համար, որովհետև որտեղ որ լարված չեն պահում, լարվածությունը սկսելուց հետո 2, 3, 5 օր հետո այդտեղ շատ է, ասենք, մարդը արխային անում եւ նման տարածքներում ականապատ դաշտերը վնասազերծել եւ դարձնել
բաց ճանապարհ հարձակման ուղղության համար հնարավոր է նման ինֆորմացիա ունի, ասենք։ Դուք որ ասում եք վերջին դեպքերն ա նկատի ունեցել, ենթադրում եք, հա, որ վերջին երևի, հա, որտեվ նայեք, Այլ բան ոնց է, նկատում չէ, Խոզնավարի դեպքերը վերցնենք, Խնացավ, Խոզնավար, Արավոս այդ հատվածում թուրքերը աշխուժություն են դանանում մեկ գյուղի, ասենք, նկատմամբ, այն մյուս գյուղերը սկզբից լարված էին մի շաբաթ։ Հետո հանգստացան։ Պատկերացրեք կողքի շրջանները ինչքան հանգստացան։ Դա մեզ չի վերաբերում։ Դա սովորական մարդկային հոգեբանություն է։ Ոնց որ ասենք հարձակման համար ամենահարմար պահը առավոտ ժամը 4-ից 5-ն է հիմնականում էլի այս եղանակներին, այս տարվա ժամանակ։ Նույն ձևով մարդը երբ որ կողքինին խփում են, իսկ իրան չեն խփում, արխային անում ու ծուլանում է։ Հիշենք Վարազաբլուրը, Լալալայկան, Տղրճակ Լալաթեփ են, թուրքերը այդպես են ասում, որը որ եղավ թուրքերի ասած Ջեբրայլում, հայր ասում են ջրական։ Կողքի դիրքերի վրա հարձակում չկար, մարդիկ արխային էին ասում են դե լավ ընդ է բան, ախանդը հանգիստ է մեր մոտ։ Այն դեպքում, որ ընդ ինժեներական էր այդում, ու այդ ինժեներական աշխատանքները, ասենք, կրակով դժվարացնել եւ խափանել էր պետք։ Դա մարդկային հոգեբանություն է, եւ ասենք Գորիսի գյուղերից մեկի վրա լարված մշտապես տոնուսի մեջ պահելը բերում անդրան, որ խոսքի օրինակ Սիսիանում կամ Ջերմուկում, առավել եւս ասենք Գեղարքունիքում թուրքերը կարան շատ հանգիստ չէ, բայց շատ զգուշորեն կամաց-կապած, ասենք, իրենց համար ճանապարհ բացեն ակտիվ գործողությունների համար, դա լինի դիվերսիոն ներթափանցում, թե ասենք լայնածավալ հարձակում։ Դա հնարք է, որը որ ասենք հուսամ մեր գլխավոր շտաբը դա հասկանում է եւ գլխավոր շտաբի ֆունկցիոներ բյուրոկրատները համապատասխան ասենք հետեւություններ են արել եւ ուժեղացրել են ամբողջ սահմանի վրա ուշադրությունը։ Եվ որ նշեցիք պետք է գործընթացներ անեն, այսինքն դուք առաջարկում եք, որ այդ հատվածում որտեղ կրակում են ականապատեն հայկական կողմից այդ տարածքները։ Չէ, ես դրա հետ չեմ, դե պիտի ականապատված լիներ։ Եթե ականապատված չի, արդեն ինչ-որ մեկը պետք է դատվի։ Այն ուղղությունները հավանական, որից եթե դու անձնակազմ քիչ ունես, ասենք, ավելի քան հակառակորդը, քո պաշտպանվելու բոլոր հնարավորությունները պիտի օգտագործես, ասենք, հողափոր դիրքեր ունենաս, որտեղ հնարավոր չի, ասենք, դա 2-3 շերտ, ասենք, գաբիոններով ապահովես, ասենք 2-3 մետր հաստությամբ գաբիոնները լցրած դեմից հետևից, դա բերում է մոտավորապես նույն բանի վերածում, ոնց որ ասենք հողափոր լինի, վերևից անպայման ծածկված, եթե դա արված չի, արդեն դատվելու հարցեր պիտի առաջանա, եթե ասենք բետոնածածկ, որի վրա հող են լցնում կրակակետեր, այսօր չի հասել բանը, այն դեպքում, որ տենդերը հայտարարել էին եւ այդ տենդերի քանակները դեռ չի հասել, ոնց որ թե պայմանագրի ժամկետը լրացել է, ուրեմն էլի մարդ պիտի դատվի, ոչ թե ասեն լավ չեղավ, պիտի դատվի, պիտի ֆինանսական լուրջ ուժեր բանանի, բայց արդյունքում մենք մի քանի տարի հետ ընկանք նման կրակակետեր կառուցելով։ Նույն ձևով ասենք ականապատ դաշտերն է, փշալարերն է, եթե դու պաշտպանվողի դիրքում ես, իսկ դու պաշտպանվողի դիրքում ես, որտեղ թվականակով քիչ ես եւ մի քիչ ավելի քիչ ես մարզված, ես մեղմ եմ ասում, քան թուրքերը։ Դու պիտի ասենք ամբողջությամբ ինժեներական հնարավորությունները, ինժեներական զորքերի օգտագործես, ամբողջությամբ։ Այդտեղում նաև ականապատ դաշտեր։ Պարոն Վարդանով, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ոչ դաշնակցային է համարում, որ Հայաստանը Ռուսաստանի թշնամիներից, օրինակ Ֆրանսիայից զենք է ձեռք բերում, արդարացի են։ Իհարկե ոչ։ Ծիծաղ առաջացնում։ Հաշվի առնելով, որ սրանից ընդամենը 2 տարի առաջ, ասենք Ռուսաստանից ունեց ռուսերեն ասում են օկոլո կրեմլյովսկի գոլով, էլի գավառեշի գոլով, то есть մարդիկ էին եկել, որոնք որ Կրեմլից ինչ-որ բաներ էին ստացել եւ բացահայտ թե էքսպերտների, ասենք, հետ հանդիպումների ժամանակ ասում էին՝ մի քիչ սպասեք, ոչինչ որ ձեզ զենք չենք կարող մենք մատակարարել։ Բնական ասենք ինքը անարդար է խոսում։
Բայց այդ ինքը մեր հակառակորդից չի ասենք ինչ որ բան վեկալում կամ զենք մատակարարում, շատ կներես էլի։ Չէ, այդ Քալանթարովին ասենք ես իր այդ մտքի հետ հեչ համաձայն չեմ։ Դե բայց ասում եմ ռուսական զենքերով բոլորն են կռվել Մոզամբիկից մինչև Հայաստանի։ Չէ, լավ են արել, բայց եթե դու ինձ չես տալի ինչ որ ես ուզում եմ, ինչ որ ինձ պետք է, ես ուրիշ տեղից եմ վեկալում ու առաջներում խոչընդոտ չկար Ռուսաստանի կողմից նման դեպքերում։ Այդ չի պետք է հիմա ինչ որ խոչընդոտներ լինի։ Այն ինչ որ ռուսը չէր կարող մատակարարել, օքեյ էր, որ մենք ուրիշ տեղից վեկալ էինք։ Հասարակ ձեզ բան ասեմ, երբ որ թուրքերին տանկերը վաճառեցին, մեզ ուղիղ ցույց տվեցին, որտեղ կարանք մենք հակատանկային համակարգեր առնենք, որովհետև թուրքը կնեղանար, տանկերը էլ չէր առնի, եթե մենք ռուսից առնենք հակատանկային համակարգերը, անմիջապես տանկերը թուրքերին վաճառելուց հետո։ Դա նորմալ պրակտիկա է, ասեմ ձեզ։ Նորմալ։ Իսկ դրա մեջ ես ինչ սարսափելի բան չեմ տենում։ Մեզ ինչ որ բան տալիս է, հետո 10 անգամ ավելի շատ թուրքի վրա ծախում է։ Հետո ասենք, որպեսզի այդ ծախածը կրկնվի էլի առնեն թուրքերը Իրանից ինչ որ մի բան, ինքը մեզ չի ասում, ասում է գնացեք ֆրանսիացիներից Միլան համակարգը վեգալեք։ 800-ատ ձեզ հերիք է այս տանկերի ախից գալու համար։ Եվ մեր են կեթում 800-ատ համակարգ Միլան են բերում։ Կամ եթում են Հորդանանում բանակցություններ են անում, ասենք, ռուսական հակատանկային համակարգի լիցենզիայով արտադրվող գործարանից, ասենք, այդ համակարգը գնելու։ Նորմալ պրակտիկա, նորմալ։ Ու Լավրովը, ասենք, մուտի տանում, այսպես ասած, այդ պարոն Քալանթարովը մուտի տանում։ Ինքը լավ գիտի, որ դա նորմալ է, երևի ուղղակի, ասենք, այս պահին թուրքերը բացահայտ հակառուսական գործողություններ են անում, նավթ, գազ եւ ուրիշ բաներ, ասենք, Ուկրաինային տալով, ոչ միայն թուրքերը, ղազախներն էլ, մերսկասկան թուրքերի հետ եմ իդեպ, օսմանների հետ չեմ։ Բանը ղազախները անմիջապես, ասենք, ժեշտ են ծախում, պրակատ բանը երկաթ են ծախում, որը որ համապատասխան, ասենք, ջերմամշակման դեպքում դառնում է զրահաթիթեղ եւ զրահատանկային, թեթև զրահապատ մեքենաների համար արտադրության մեջ կարա օգտագործվի։ Այդ մեր դեմ նման բան չեն կարող ասել, որտեղ մենք Ուկրաինային ոչ մի բան չենք վաճառում, որտեղ չունենք վաճառելու բան, Ռուսաստանին էլ մենակ սննդամթերք ենք վաճառում։ Սննդամթերք, ուրիշ ոչ մի բան։ Ինքը մի բան պետք է ասի, պետք է մունատ գա, ինչ որ իրանց, ասենք, բավականին մեր նկատմամբ ստոր պահվածքը թաքցնելու, քողարկավորելու համար։ Լավագույն պաշտպանության ձևը հարձակումն է, ինքը հարձակում անում այն դեպքում, որ պիտի պաշտպանվի։ Լավ, մեր իշխանությունները հասկանալով, ասենք, որտեղ են գտնվում եւ ինչ վիճակում են, իրանք դժվար նման քայլեր անեն, բայց կարան նստակից դրթեն հասարակությանը եւ հասարակությունը ձայն բարձրացնի։ Որպեսզի հասարակությունն էլ ձայն չբարձրացնի, մեր վրա հարձակումը տեղ ունեն։ Այդ տխմար բանը նեդարմինին այդ երբ որ բանը Ուկրաինայում հակատանկային սակրավոր մեքենան թուրքերից նվեր ստացած ձեր դեմ պատերազմում դու էդի չես նկատում, մի անգամ չլսեցինք, որ ինչ որ մի բան ասես դրա վերաբերյալ, եկել ես մեզ ասում ես ինչ որ տեղից բան ենք առել, բա դու ո՞նց եղավ, որ մեզ վաճառվող ապրանքը փողը փոխանցելուց հետո չտվեցիր։ Ասում եմ, խնդիրներ են եղել, ըստ էության Շատ կներես, բայց մենք կարայինք սպասենք։ Եվ հաշվանցում ա եղել։ Մենք կարայինք սպասենք։ Մեծ հարցական է, եթե մենք հնդկական եւ ֆրանսիական որոշ համակարգեր չբերենք, ինչ էր լինելու։ Մենք համոզված ենք, որ ասենք թուրքը այնքան չէր լկտիանա 20 թվականից հետո, էլ չեմ ասում 23 թվականից հետո, երբ որ Սամվել Բաբայանի թվարկած, ասենք, թազա չթվարկեմ էլի, ասենք, զրահատեխնիկան հայտնվավ հակառակորդի ձեռը, մենք ավելի քիչ զենք զինամթերք ունեցանք եւ մեր մեջքի ներվերը բացվեցին, որտեղ մեր մեջքի վրայից թուրքը Վահանը ասենց բացիչով ասենց կլտացրեց, հանեց Արցախը նկատի ունեմ։ Մենք Արցախը չունենք, որը մեր մեջքն ա պահում, իգիտություն այն տխմարներին, որ ասում էին տանկ պրծնենք։ Մեր մեջքը պահող
Վահանն է դա։ Հիմա այդ գումարը այլ ուղղությամբ է փոխանցվել, Լավրովը նշեց եւ տեղեկություններ կան, որ դա ավելի վաղ Ռուսաստանից ձեռք բերված զենքերի վարկերի սպասարկմանն է փոխանցվել։ Սա արդարացի Իհարկե ոչ։ Դու ինչ պայմանավորվել ես, դու դա խախտել ես։ Հիմա էլի երկակի ստանդարտ աստացում։ Ռուսական փողերը վեկալել են, ինչ որ բանի համար աշխատացնում են արևմուտքում, չէ՞։ Բավականին անարդարացի է, ճիշտ է, անարդարացի չի։ Ռուսական փողը, հետո ինչ որ դու ասենք Ուկրաինային մի ուրիշ ձևի հետևի եւ վերևի դեմի թշերը պաչում ես, ինչ պատճառով դու անարդարացի անօրինական փողեր ես, ասենք ռուսական սառեցնում եւ այդ փողերը ծառայացնում ես, ասենք քո լյուբիմչիկ Ուկրաինայի համար։ Նույնն է ռուսը մեր նկատմամբ բաղանում փաստորեն։ Այն պայմանավորվածությունը, որ դու ունեցել ես, փողը փոխանցել ես, ինքը հետի վեկալել ուրիշ տեղա ծառայացրել։ Դուք ինչու՞ ես տարբերվում նույն Բրյուսելի, այն որ քֆրտում ես, դու ինչու՞ ես Բրյուսելի եվրո չինովնիկներից տարբերվում։ Իհարկե անարդարացի է։ Այն վարկերն է փակել պետք է, կարծում եմ, այո։ Եթե ասենք այդ վարկերը, որը որ վեկալվել է զենքի համար չփակենք, մեր հետո ասենք ոչ մեկ լուրջ սերվիսներ չի անի։ Դա այդպես չի, որ դու ռուսին կարաս գցես, հետո քեզ ամերիկան հավեսով զենք կտա, այդպես չի։ Ուկրաինան պատերազմի մեջ գտնվելով Ռուսաստանի հետ, տեսա կտենակ վաղ թե ուշ բրծանի ինքը իր պարտքերը պիտի փակվի անկախ դրանից, որ իրանից ասենք բանա խլվել։ Մենակ եթե հատուկ պայմանագրով բան անեն, որ գազի պարտքը, եսիմ ինչի պարտքը փժվում է, նոր դա փակվելու է։ Ամերիկան 60 տարի, չէ, 50 տարի սառը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը լենդ լիզով գոյացած փողերը սուսուփուս մուծվում էր, դա նորմալ է։ Ամերիկան, ասենք, Կուբային սուսուփուս մուծվում է միջև հիմա Գուանտանամո բան այդ տարածքը շահգործելու համար չնայած ասում են 300 հատ մահափորձ է բան արել, նախապատրաստել եւ ֆինանսավորել Ֆիդել Կաստրոյի վրա։ Դա նորմալ է, միջազգային պայմանավորվածություններ են, մանավանդ ֆինանսական։ Շատ վաղուց։ Բայց դեպքում ինչի Ռուսաստանի համար դա խնդիր չի լինելու, որ ինքը պայմանավորվածություն է խախտել։ Դե մենք չենք կարող այդ խնդրի համար ասենք իրան բանը պատասխանատվության կանչենք։ Բայց չէ՞ որ այս երկրագնդի վրա մենակ մենք ու ռուսները չենք։ Ռուսական զենքով կամ ռուսական պետության հետ հարաբերությունների մեջ մենակ մենք չենք գտնվում։ Հնդկաստանն է գտնվում, Չինաստանն է, չգիտեմ, Բրազիլիան, երկրների անուն եմ ասում, որին ռուսը այտենց խաղերով չի կարողանա ինչ-որ ձևով փող խլի։ Չի ստացվի իր մոտ։ Հերը կանիծվի։ Այո, նայեք, վատ բանը կարիդորը Զանգեզուրյան։ Միանշանակ ոչ։ Աշխարհի համար լավ բան է, թուրքերի համար հիանալի, Չինաստանի համար ցենտր, Իրանի համար լավը, մեր համար ոչ։ Որովհետև մենք այն վիճակում չենք, որ թուրքերին պատասխանատվության կանչենք, եթե ինքը ինչ-որ շահագործման, օգտվելու պայմանները խախտի։ Իսկ ինքը ցանկացած մահանայով կարա, ասենք, այդտեղ պրովոկացիաներ անի եւ ակտիվ գործողությունների անցնի ընդհանուր Հայաստանի դեմ։ Իսկ Իրանի դեպքում Իրանով անցնելու համար շատ օքեյ է։ Իրանը որտեվ չի կարող բանը Բաքվի հանրապետությունը Իրան ինչ-որ ձևով կեղծ եսիմ ինչ բանաներ էլ մահանաներ անի։ Օրինակ նայեք դեսպանատան այդ պատմությունը, որ եղել էր Թեհրանում, որ բանը Բաքվի թուրքը եկել էր կնոջներ ուզում ու դրա խաթր մտավ ավտոմատով մարդ սպանեց։ Հիմա լիներ, չգիտեմ, Հայաստանը, այդ դեսպանատունը կամ Մոլդավիան, այտենց կիսաչմու երկրների անուններ եմ տալի։ Գիտեք, ինչ թանկ կնստեր, բայց Իրանի վրա չէ թանկ չնստավ։ Ինչ է, ոչ իման։ Իրանը հայտարարեց, որ բանը այդ մարդը իրականոց հետևից էր եկել, անձնական գործ էր եւ բանը այնտեղ
Այդ մարդուն դատել ենք մարդասպանության հոդվածով սահման խախտել, մախտել, դե դեսպանատուն ուրիշի տարածք կա։ Այդ հոդվածով մահապատիժ ենք ենթարկել։ Իսկ վերջերս էլ մահապատիժը իրական։ Դե բայց Լավրովը նաև ասում է՝ մի նեղացեք, որ օրինակ 44-օրյա պատերազմի մեկնարկին, սա բառացիր խոսքերը չեմ ասում, որ ռուսական ադրբեջանական բանակի զենքի 60%-ը ռուսական արտադրություններ է եւ Ռուսաստանից մատակարարված, ասում է սա արդեն ինչ խոսքը դուք էլ 90-ականներին ռուսական զենքերով 7 շրջաններ եք ազատագրել եւ ձեր ոդկա ամրապնդել այնտեղ։ Ռուսաստանից տված։ Դե նա ասում է Ռուսաստանից տված, սուտ է ասում։ Սովետական զենքեր է եղել, ոչ թե ռուսական, սովետական ռազմական ժառանգությունն է եղել, համեմատել մեկը մյուսի հետ։ Դա մանիպուլյացիա է։ Դե մենք լավ սովորենք, չէ՞ մանիպուլյացիային։ Մեր բոլոր իշխանությունները 90-ական թվականներից առ այսօր մանիպուլյացիաներ են անում, ասենք։ Դրա համար մենք գիտենք մանիպուլյացիան ինչ բան, նույնը ինքն է անում։ Սովետական ժառանգություն էր։ Իր համար ավելի թանկ էր լինելու այդ զենքերը տանել, քան, ասենք, տալ մեզ։ Այ ոնց որ Միացյալ Ամերիկայի նահանգները բանից, Աֆղանստանից դուրս եկան։ Քանի միլիարդի զենք թողեցին։ Շատ ավելի թանկ էր նստելու այդ զենքերի էվակուացիան, կամ այդ զենքերը մնար բաներին, թալիբներին։ Նույն ձևով դա կոչվում է սովետական ռազմական ժառանգություն։ Մեզ մնաց 7-րդ բանակի զենքերը, այն ինչ որ մնաց, ասենք, Պայթյունից հետո բանը, այստեղ Աբովյան չասած պայեսներ կար։ Եվ իրանց մոտ մնաց 4-րդ բանակի պահեսները եւ Զակավկազքի վայնի օկրոգի պահեսները։ Փաստորեն իրան ընդամենը 22 անգամ ավել զենք զինամթերք ասավ, քան մեզ։ Դա չգիտի Լավրովը, որ դա գիտի, բայց ինչ եմ ասում, մանիպուլյացիա է։ Մանիպուլյացիա է։ Նայում ես, հա, զենքի վրա գրած է «Сделано в СССР», սովետական է։ Չնայած դա էլ է մանիպուլյացիա, Ռուսաստանը եւ ՍՍՍՌ-ը տարբեր երկրներ են, ճիշտ է, ինքը նույն իրավահաջորդ, ինքը նույն Ռուսաստանն է, բայց այն Ռուսաստանի կուրսը ուրիշ էր, այս Ռուսաստանի կուրսը ուրիշ է, ունած ինչ որտեղ մի քիչ էլ 180 աստիճան մեկը մյուսից տարբերվող է։ Եվ պետք է հայերի մոտ հիմա հարց առաջանա, թե ինչու է իր ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստան Ադրբեջանին միլիարդների զենք վաճառել։ Հա գոնե միջև իրանց այս վերջի ստորագրած փաստաթուղթը 22 թվականին։ Նախ հասկանանք մի բան էլ, ես ոչ թե հիմա չարախոսում եմ կամ իրականությունն եմ ներկայացնում մենակ ռուսների հետ կապված, ասենք, իրենց բացասական վերաբերմունքը մեր նկատմամբ, բան։ Ես շատ տեղ եմ ասել, էլի։ Մեր նկատմամբ բոլորն են բացասական վերաբերվել։ 100 տարի առաջ Ֆրանսիան, 104 տարի առաջ, 106 տարի առաջ Անգլիան, 107 տարի առաջ Ռուսաստանը, թույլի հաշվին են միշտ փեսուն լավություն անում։ Թույլի հաշվին։ Իմ խոսակցությունը զուտ դրա մասին է, որ եկեք ուժեղանանք։ Հասարակությունը պետք է խելամիտ լինի, հասկանա, որ ասենք, եթե պետությանը sense պատին դայաղ են արել, պետական բյուրոկրատական մեքենան, ասենք, այս բանը իշխող կուսակցության հետ միասին, եւ ինքը չի կարա ուրիշ բան անի, հասարակությունը պիտի օգտվի այն օրենքներից եւ հնարավորություններից, որը որ տալիս է, ասենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, որպեսզի ուժեղանա, մարզվի, խմբեր ձևավորի, որոնք որ այդ sense պարապած, մարզված ռազմամարզական կառույցներում, ոնց որ ոմանա, ինքը ձևավորի, ասենք, նաեւ ստորաբաժանումներ հայկական բանակում, երբ որ պետք լինի։ Եվ դա ահագին, ասենք, թուրքերի բերանը փակելու է։ Մենք շատ ավելի լուրջ կլինենք բանակցության սեղանի կողքը նստելիս, երբ որ ազգ բանակ վիճակի վերածելնենք մեզ։ Պետությունը, պետական բյուրոկրատիան եւ ընտրովի իշխանությունները հիմա ռիսկ չեն անում նման բաներ անելու, բայց ով է խանգարում, որ հասարակությունը դա անի։ Նպաստող օրենքներ կան, սովետից մնացած։ Կա բանա պրեցեդենտներ, երկարատև, ասենք, 100 տարվա պրակտիկա DOSAF-ի, 12 տարվա, ասենք, պրակտիկա ՈՄԱ-ի եւ 5 տարվա պրակտիկա մոտավորապես 64 կազմակերպությունների։ Թող պարապեն
թող հասարակությունը գիտակցի ինչի մասին է խոսքը, թող հանի իրան թնդանոթի միս վիճակից եւ երկիրը կլինի ավելի ուժեղ համել բանակցության սեղանի կողքը։ Հիմա Ադրբեջանն ու Իրանն են իրար հետ պարապում համատեղ Արազ 2025 Արցախի տարածքում։ այո, զորավարժությունների շրջանակներում սրա բանը ո՞րն է մեսիջը։ Դե ավելի ծիծաղելի բան կա։ Հենց այդ նույն զորախաղերի ժամանակ Իսրայելի վարչապետը գնացել էր Բաքվի հանրապետություն։ Ուզում եք մի հատ հետաքրքիր բան էլ ասեմ։ Մերոնք երևի ուշադրություն դրան չեն դարձնում, բայց 92 թվին, երբ որ մեր դեմ կռվում էր Հյուսային Կովկասի ժողովուրդների, ասենք, միասնությունը, չեչենական, ասենք, կամավորները, ղազախները, ուզբեկները, արևմտյան ուկրաինացիք գալիս մեր դեմ կռվում էին, թուրքերը, գորշկայլերը եւ ասենք բանակային օդպուսկում գտնված բաները, այդ բոլոր հակառուսական ուժ կարելի է իրանց գնահատել այդ իմ թվարկածներին, միանշանակ, բայց նույն ժամանակ մեր դեմ կռվում էր ռուսական բանակը, տխրահարչակ բանը գնդապետ, այն վաղ գնդապետը Շամանովի, ասենք, գլխավորությամբ Շահումյան եւ Մարտակերտ էր գրավում, նվիրում թուրքերին, հենց այդ նույն ժամանակ թույլ ես քո հաշվին ինչ ձևի խրախճանքներ ասես կարա լինի։ Սաղ իրանց հարցերը։ Ֆրանսիան մեզ հաճույք ստանալով կամ հաճույքի համար չի քաշել էր, չէ, ասենք 21 թվականին կարծեմ Կիլիկիայում։ Դրա դիմաց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեց Թուրքիայի, Աթաթուրքի իշխանության հետ։ Կամ ռուսը Կայֆաստանում էս, ասենք, վատություն անելով, չէ։ Ինքը համապատասխան բաներ է ստանում Պերսկասպյան թուրքերից եւ Օսման թուրքերից։ Երբ որ Իրանին փողով ծախած այս 300 համակարգերը Ռուսաստանը հրաժարվեց մատակարարել, ինչի համար հրաժարվեց, որտեվ արևմուտքին դա դուր չէր գալի եւ իրենք ինչ որ խոստումներ տվեցին ռուսներին, որ ինչ որ բան դրա դիմաց կանեն, որ ինքը չվաճառի եւ ինքը, ասենք, երկար տարիներով հետաձգեց այդ վաճառքը, ստանալով արևմուտքից ինչ որ մի բան, առևտուր է միջազգային հարաբերությունները։ Եթե մենք ուժեղ լինենք, համ մեզ այդքան հեշտ չի լինի կուլ տալը, համ վաճառելուց ավելի թանկ են ծախելու, շատ ավելի թանկ։ Հետն էլ, ասենք, մեզ ծախելուց առնողը չի խերվելու։ Չի խերվելու, որովհետև դու շատ մեծ պահանջներով, ոնց որ ասած, պրիզ ես լինելու իր համար, մեծ պահանջներով։ Այ ոնց որ Օսմանյան Թուրքիան, երբ որ 14-րդ, 15-րդ դարում գրավեց Բալկանյան թերակղզին, իր համար գլխացավանք եղավ մինչև 19-րդ դարի կեսը Ալբանիան, որտեղ Ալբանիան մշտապես ապստամբվում էր, մշտապես թուրքական զորքերը ծեծում էր, մենակ Սկանդերբեկի վաղ չի եղել դա, էլի։ Այդ երբ որ թուրքական զորքերը ինքը 30 տարի մոտիկ չթողեց, թե 25 տարի, նույնիսկ Ալբանիային մոտենան անգամ ծեծում էր հələ իջև Ալբանիա մոտենալը։ Մշտապես ալբանացիք մի քիչ քեֆները լավանում էր, ելնում ապստամբություն էին անում եւ թուրքերին ծեծում էին, մշտապես։ Հա, հետն էլ լավ ծառայում էին թուրքերին որպես զինվորական առնաուտների անվան տակ, լիքը գեներալներ, փաշաներ եղել են, ասենք, ալբանացիներ, նույն Աթաթուրքը ալբանացած հունական ընտանիքից է եղել, բանը Առնաուտեր, ինչքան հիշում եմ, ասենք, Հալեպի բանը ոչ մարդակեր բանը փաշան, որին փոխեց Ջեմալը, որ հայերին, ասենք, խորոված անեն ուտեն։ Դա բան է, էլի, ասենք, կար, իրանք օգտագործվում էին, բայց միևնույն ժամանակ ամենամեծ գլուխցավանքն էր Եվրոպայում Ալբանիան, որտեղ շատ մարտունակ էր, շատ մեծ, ասենք, բան ուներ, հավակնություններ ուներ, շատ մեծ։ Եվ դա այնքան էլ հեշտ չէ, ասենք, նման մարտունակ եւ բույնի բանը գավառը հեշտ բան արել էլի։ Կիլիկյան հիշենք։ Կիլիկյան 400 տարի Օսմանյան կազմում լինելով հարկեր չէր վճարում։ Վճարում էր այնքան, ինչքան ցանկանար այն վաղ երբ ուզեր։
Մինչև 1800 կարծեմ 52 թե 62 թվականը այդպես է եղել։ 1400 թե 1400 թվականների սկզբից մինչև 1862 թվականը 450 տարի հարկ չի տվել թուրքերին։ Երբ ուզելա, ինչքան ավելցուկ սնունդ ա ունեցել, որ չէր ծախում, հետ ամուսվել, ուրիշ ոչ մի բան։ Որտեվ մարդ ունակ էր, ինժեներական աշխատանքները կատարել էր սարերում դեռևս 15-րդ դարում միշտ թարմ էր պահում այդ ամեն ինչը, երկիր ամրոց էր, ազգն էլ բանակ էր, որ այդ ամրոցը, ասենք, որպես գառնիզոն մշտապես զբաղեցնում էր։ Ով է մեզ խանգարում Կիլիկիայի օրինակը, ասենք, մենք բան անենք։ Երբ որ ես նման բան ասում են, բա Կիլիկիան ոնց բրծավ։ Շատ կներեք, 450 տարի։ Եկեք հիմա Կիլիկիայի փորձը անենք։ Հիմա անենք, այս 30 տարի մի քիչ վատ ենք անում։ 420 տարի հետո տեսնենք ոնց կլինի, կարող է ճանապարհին մի բան կփոխենք, էլի։ Կլինի 420 տարի, ասենք, նորմալ, առանց հարկեր տալու, ասենք, սա Հայաստանի բանա տարածքը թուրքաբնակ խոպանչիներով լցում էր Ստամբուլներն ու եսի մինչերը։ Կիլիկիայից շատ քիչ էին դուրս գնում, որտեղ աշխատում էին իրանց համար գրեթե։ Միայն իրենց համար ու տեսնում էին կողքից հայերի վիճակը Ուրֆայում, ասենք Սիսում, դաշտային Կիլիկիայում։ Եկեք ազգ բանակ սարքենք, եկեք զեյթուն դարձնենք, ասենք, Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն, պարոն Վարդանով, հարցազրույցի համար։